Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, Կենտրոն հեռուստաընկերության եթերում կրկին իմ հեղինակային հաղորդումն է եւ այսօր իմ հյուրը Մեսրոպ Առաքելյանն է, Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր, տնտեսագետ։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, իմ հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Առաքելյան, դուք մասնագետ տնտեսագետ եք, աշխատել եք ֆինանսական ոլորտներում, լուրջ մասնագիտական փորձ ունեք եւ այսօրվա մեր հաղորդումը չի ասի թե անպայման պետք է միայն նվիրվի տնտեսական սոցիալական հարցերին, նաեւ քննարկենք որոշակի քաղաքական հարցեր, սակայն ես ուզում եմ սկսեմ մի շատ զգայուն թեմայից, արդեն 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը շրջանառվում է ազգային ժողովում եւ մենք տեսանք, որ արդեն մի 3-4 տարի շարունակ կենսաթոշակները չեն ավելացվում, նպաստները չեն ավելացվում եւ չի էլ սպասվում, որ 26 թվականին կարող է այդպեսին լինել։ Այս առումով տեսեք մի քանի թվեր ասեմ, որին դուք նաեւ գերազանց տիրապետում եք, մենք ունենք մոտ 490,000 աշխատանքային կենսաթոշակառուներ, եւս 80-90,000 այլ կատեգորիաներ, ծերության կենսաթոշակ, աշխատամության եւ այլն, ասենք մոտ մի փոքր պակաս 600,000 թոշակառու։ Եվ միջին կենսաթոշակը 50,000 դրամ է, նվազագույնը 36,000 դրամ, եւ այս պարագայում եկեք մի փոքրիկ հաշվարկ անենք, ձեր կարծիքով ինչի հաշվին պետք է թոշակները բարձրացնեն եւ ինչ նպատակ է հետապնդում կառավարությունը, որ չեն ուզում այդ տեսեք 600,000 մեր ուրեմն համակարգացիների կյանքը որոշ չափով բարելավեն։ Խնդրեմ։ Բավականին կարևոր հարց եք բարձրացնում, ոչ միայն այս տարվա, այլ նաև եթե ցենց հետ գնանք տասնամյակներով, նոր անկախ Հայաստանի ցավոք ամենախոցելի խումբն է դառնում կենսաթոշակառուները, առաջին հերթին հենց այդ թոշակների ցածր լինելու պատճառով, թեև տարբեր տարիների ընթացքում որոշակի բարձրացում լինում է, բայց հաշվի առնելով գնաճը կամ բարձրացման այդ փոքր տեմպերը, միևնույնն է, այսպես ասած, արժանապատիվ թոշակ ստանալուց ցավոք մեր թոշակառուները հեռու են եւ ի տարբերություն աշխարհի բազմաթիվ երկրների մեր մոտ ավելի շատ ընտանեկան բյուջե հասկացություն կա եւ թոշակառուները, այսպես ասած, մեծ ընտանիքի մաս են կազմում, երեխաների, թոռների հետ համատեղ ապրելով եւ միայն սա է այն պատճառը, գործոնը, որ այսքան սուր չի զգացվում, որովհետեւ եթե մենք առանձին նայում ենք մեկ թոշակառուի եւ այդ եթե ինքը պետք է ապրի առանձին ու ապրիել չէ, իր ծախսերը հոգա բացառապես սեփական միջոցներով, զավակի խայտարակ պատկեր է եւ շատ ներողություն, հետաքրքիր միտք արտահայտեցիք, շատ կարեւոր եմ համարում, այսինքն այն միատար բջիջը, այսպես մոնոտոն կանգուն բջիջը մեր իրականության մեջ դա ընտանիքն է, բայց դա միայն հայերին չի բնորոշ։ Շատ երկրներում ընտանիքը, ինչպես ասեցիք, միգուցե համատեղ չապրեն, բայց մեջքին կանգնած լինել, սատարել, դա շատ ժողովուրդների մոտ կա։ Եվ այս առումով, բայց դու համաձայն եմ նրան, որ այո, այդ ցածր կենսաթոշակի մակարդակը տարալուծվելով ընտանեկան բյուջեի եւ փոխհատուցման շրջանակի մեջ, այո, այդպեսի սուր Որովհետև եթե մենք առանձին վերցնենք միջին կենսաթոշակը 50,000 դրամ, այսինքն մեկ անձը 50,000 դրամով ուղղակի հնարավոր չէ ապրի, որովհետև ասենք նույնիսկ 1500 դրամից մի փոքր ավել է դառնում օրվա ծախսը։ Բայց ինչքան ծերեր կան, թոշակառուներ կան, որոնք իսկապես կախված են միայն դրանից, չէ՞ որ բոլոր ընտանիքներում այդ վիճակը չէ։ Հետո նախ սկսենք անկախ ամեն ինչից, մենք ունենք 25% աղքատություն, այսինքն ընտանիքների 25%-ը ունենալով թեկուզ նույն մեծ ընտանիքն այնք որտեղ ներգրաված են նաև կենսաթոշակը, այդ ընտանիքները աղքատ են, այսինքն սա բավականին լուրջ խնդիր է եւ ըստեղ մենք ընդհանրապես հիմա տարբեր խոսակցություններ է գնում, տարբեր քաղաքական ուժեր, ու այդ բազմից եղել այդ կենսաթոշակների բարձրացման անհրաժեշտությունը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ այդ կենսաթոշակների բարձրացման ճիշտ մոդելը ընտրել, որովհետեւ ասել դե կենսաթոշակները պետք է 50% բարձրանան, 2 անգամ, 10 անգամ, շատ པարզ հեշտ է հնչում։ Բայց այստեղ մենք ունենք նաև լուրջ խնդիր կենսաթոշակառուների մոտ, որը արտացոլված է նաև ընդհանուր մեր եկամուտների մոտ, դա եկամուտների բևեռացումն է, այսինքն հարուստների, աղքատների միջև եկամուտների տարբերությունը։ Ցավոք դա նույնը ունենք կենսաթոշակառուների մոտ, եւ 2018 թվականի երբ Տիկին Թանդիլյանն էր նախարար, այդ ներդրվեց նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, որը որոշակիորեն մեղմեց, այսինքն եթե հաշվարկով որոշակի կենսաթոշակը ցածր է լինում, բայց դրանից ներքև չի կարող լինել, որը հիմա մոտ 36,000-36,500 դրամ է։ Ներողություն, կշարունակեք հիմա, պարոն Առաքելյան, ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ եւ Տիկին Մանե Թանդելյանը, հետո նրանց հետո
մեր հյուրը Մեսրոպ Առաքելյանը, կոնկրետ պարոն Առաքելյանը 20-21 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության սոցիալական աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար եւ տիրապետում է այդ հարցադրումներին, բայց մենք նաեւ պարոն Առաքելյան ասենք, որ տեսեք, եթե մենք վերցնենք նվազագույն կենսապահովման զամբյուղ, այսօր 78-80 հազար դրամ է, պարենային զամբյուղը 43-4 հազար դրամ է, այսինքն այդ պարագայում։ Այսինքն այստեղ մենք խնդիր ունենք, տեսեք, կան թե կենսաթոշակառուներ, որոնք ասենք 100 հազար դրամից բարձր թոշակ են ստանում, որովհետև այդ մեթոդը, որ հաշվարկվում է աշխատանքային ստաժով, որոշ մարդկանց ապահովում է, ձեր նշած հենց այդ նվազագույն սպառողական զամբյուղից բարձր կենսաթոշակ։ Հիմա շատ կարևոր է կենսաթոշակների բարձրացման մասին մենք որ խոսում ենք, սկսել ներքևից, որովհետև որ բոլորինը բարձրացնում ես առավել եւս տոկոսով, դա ինչ է նշանակում, այսինքն 40,000 դրամ ստացողինը դառնում է 60,000, 100,000 ստացողինը դառնում է 50,000։ Համ այդ 20,000-ը ավելի քիչ գումար է, որը էլի խնդիր է դառնում, հետո դու ավելի մեծ բեռ ես դնում բյուջեից, երբ որ 50,000 դրամ ես բարձրացնում մի մարդու, որը 100,000 է ստանում, այսինքն միջև բարձրացնելը ստանում էր ավելի շատ, քան 40-ը, եթե սարքես 60։ Հետևաբար այդտեղ շատ կարևոր է ոչ թե բոլորի թոշակները բարձրացնել, առավել եւս պետք է մենք անկեղծ լինենք, պոպուլիզմով չզբաղվենք, չասենք, դե եկեք բոլորի թոշակները բարձրացնենք, այդ 100-200 միլիարդը, տենց իհարկե կարելի է թղթի վրա ասել դե 200 միլիարդը այս կարելի է կրճատել, սա կարելի է կրճատել, բայց իրականությունը այդպես չէ, որովհետև բյուջեն նաև բավականին մեծ ծախսերի անհրաժեշտություն ունի այլ ոլորտներում, հետեւաբար շատ ավելի արդյունավետ է, երբ որ մենք բարձրացնենք կենսաթոշակները նվազագույն տեսանկյունից, այսինքն օրինակ ասենք, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը պետք է լինի սպառողական զամբյուղի չափ, այսինքն երկու մեթոդ կա, մեկը համաշխարհային բանկի, մեկը առողջապահության նախարարության, այդ երկուսից ամենացածը մոտ 60,000-ի չափ, այսինքն առնվազն գոնե 60,000 կամ 80,000 կամ 100,000, այսինքն սա նաև եկամուտների բևեռացումը կնվազեցնի, որովհետև ամենայն հարգանքով, ավարտեմ ամենայն հարգանքով, բայց 150,000 դրամ կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիների խնդիրը շատ ավելի քիչ սուր է, քան ասենք 40,000 դրամ ստացող։ Հետևաբար, եթե դու ունես սահմանափակ միջոցներ, պետք է սկսես օգնել աղքատներին։ Շատ բարի։ Հիմա եկեք մի հատ տեսնենք, թե հենց որ այդ կենսաթոշակների բարձրացման հարցը դնում ենք, նախ տարբեր փուլերում ասում են, ասենք քաղաքական ուժերը կամ մասնագետները ասում են, դե դա պոպուլիզմ է, ասենք ուզում են դուր գան թոշակառուներին։ Հիմա տեսեք կամ երկրորդ հարցը, իսկ որտեղից է փողը, որ այդ թոշակները բարձրացնենք։ Հիմա եկեք մի փոքրիկ վարժության տիպի բան անենք, երկուսս էլ տնտեսագետներ ենք, տեսեք, այսինքն որն է աղբյուրը, ես կարծում եմ տնտեսական աճը առաջի հերթին։ Եթե երկրում կա տնտեսական աճ, եւ նա չի ծառայում բնակչության ներառական, այսպես ասեմ, որ դրած էր այդ ներառականությունը ավելի լայն զանգվածների բարեկեցության բարձրացմանը, չէ՞։ Տեսեք, աճ, որը ենթադրում ենք, այդ աճը ինքնանպատակ չի տնտեսական, պետք է բերի կենսամակարդակի որոշակի բարելավմանը։ Ես հեռու եմ այն մտքից, որ ամբողջ տնտեսական աճը ուղղվի մենակ կենսաթոշակներին կամ ինչ որ սոցիալական միայն հարցի։ Ինքը պետքա համամասնորեն բաշխվի, դա կառավարության խնդիրն է, թե ինչ տնտեսական մոդել է ինքը իրականացում։ Դեր կանդրադառնանք, այդ մոդելը կա թե չկա, սա մեկ, եւ երկրորդ։ Հիմա եկեք հաշվարկ անենք, 5.9% տնտեսական աճ եղել է 2024 թվականին, համախառն ներքին արդյունքի։ 6% այդպես ասենք։ Ընդունենք, տեսնենք 1% տնտեսական աճը, ինչ լրացուցիչ մուտքեր է բերում պետական բյուջե։ Եթե ասենց շատ խոշորացված մի հաշվարկ անեմ, մեր 10.1, ավելի ճիշտ 10.103 տրիլիոն դրամի 1%-ը կանի, ուրեմն 100 տրիլիոն, չգիտեմ, 10 միլիոն կամ ինչքան ինչ-որ մի գումար, 100 միլիարդ, 10 դրա մոտ 25%-ը հարկային եկամուտներն են, 25 միլիարդ, այսինքն 25 միլիարդ լավ, հանենք դրանից էլ ոչ հարկունակ ոլորտներից ենթադրյալ եկող մուտքերը, ընդունենք գյուղատնտեսությունը չի հարկվում, բայց այսօր գյուղատնտեսությունը, քիչ հետո կխոսենք, մեր համախառն ներքին արդյունքի ընդամենը 7.8%։ Դե մոտ 23-24% հարկերն հարաբերակցությունը կա։ Այսինքն մոտ 24-25 միլիարդ, ասենք ենթադրաբար։ Հիմա եթե մենք ուզում ենք մեր թոշակառուների թոշակը, ասենք թե բարձրացնենք 10,000 դրամով, ենթադրենք, մեզ պետք է մոտավորապես 70 միլիարդ դրամ։ Այսինքն 3%, 2.5-3% տնտեսական աճը բավարար է, որ գնա 10,000 դրամով, ուրեմն մեր 600,000 ընդհանրական թոշակառուների թոշակը բարձրացնելու։ Կառավարությունը համաձայն չի, ասма չէ, համաձայն չեն, որ այդ տնտեսական աճի այդ գումարը գնա թոշակների բարձրացմանը։ Կա ճանապարհաշինություն, ասֆալտապատում, ջրամբարներ, դպրոցաշինություն, նախակրթարաններ, այդ դուք ինչ կարծիքի եք, բալանսավորված մոտեցում պետքա թե
միայն ամբողջ ուղղենք այդ ոլորտներին։ Դեք ընդհանրապես բյուջետային քաղաքականության հիմքում ոչ թե պետք է ընկնի այդ հաշվարկները, մակրոտնտեսական ցուցանիշները, եկամուտ ծախս, այլ նպատակը։ Ընդհանրապես պետությանը, բյուջեի նպատակը ո՞րն է։ Մարդը, այսինքն գլխավոր նպատակը մարդը որպես բարձրագույն արժեք, մարդու կյանքը, մարդու անվտանգությունը, բարեկեցությունը։ Հիմա երբ որ այդ տեսանկյունից նայում ենք մեր բնակչության 20%-ն է կենսաթոշակառուները կազմում մոտավորապես։ Հիմա այդ կենսաթոշակառուների կյանքը, առողջությունը, որովհետև այդտեղ մենք ունենք նաև առողջության, չէ, շատ հաճախ նաև դեղերի խնդիր, ներգրավելու, այսինքն մենք թոշակներից չխոսենք, էլի, բավականին նաև շատ կարևոր է իրեն շարունակել այդ ակտիվ ծերությունը, որպեսզի ներգրավեն, շարունակեն աշխատել, մոտիվացնեն, որովհետև նաև հոգեբանական խնդիր կա, շատ հաճախ տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ կենսաթոշակի անցնելու այդ պահը շատերի մոտ նաև հոգեբանական եւ առողջական խնդիրներ է առաջացնում, ու sense պայմանական ասած, որ այդ մարդիկ իրենց համարում են այլևս ոչ պիտանի, այդպես ճակերտավոր, այսինքն օտարված, այսինքն ոնց որ այլ խմբի մեջ են հայտնվում միանգամից, դե համար շատ կարևոր է նաև կենսաթոշակառուների ոչ միայն թոշակի բարձրացումը, այլ նաև տարբեր ոլորտներում, այսինքն հանրության համար, որ մարդը պետք է շարունակի լինի պիտանի, շարունակի լինի ներգրաված եւ ակտիվ քաղաքացի լինի։ Իսկ ինչ վերաբերում է գալով կենսաթոշակառուներին, անդադ կարելի է ասել, որ ծախսն է ավելի կարևոր։ Բայց ի վերջո էլ եմ ասում, մենք պետք է գանք ապագայից մի քիչ, հա, նպատակից, մենք ինչ պետություն ենք ուզում ունենալ։ Պետություն, որտեղ քաղաքացին ունի բարեկեցության խնդիր, ունի ներքին անվտանգության խնդիր, ունի առողջապահության, կրթության խնդիր, ու ունի տենց լայն ասած, հա, այսինքն նվազագույնի է հասնում այդ խնդիրները։ Հիմա այդ տեսանկյունից ակնհայտ է, որ կենսաթոշակառուների թոշակի բարձրացումը կենսական նշանակություն ունի։ Առնվազն գոնե դա ֆիքսում ես նպատակ, քայլ առ քայլ գնում ես, որովհետև ինքը ոչ թե ինչ-որ ստատիկ խումբ է, որ ասես այդ որ նշում ենք, ասենք, մի քանի 100,000 քաղաքացիները, կես միլիոն քաղաքացիները, ոչ թե ինչ-որ կոնկրետ քաղաքացիներ, այդ ախր անընդհատ ավելանում են, չէ՞։ Այսինքն ամեն տարի նոր կենսաթոշակառուներ են հայտնվում, այսինքն նոր խոցելի խումբ է հայտնվում։ Ներողություն, ընդհանրապես մենք մեծ գործընկերների հետ վերջի 1 ամսվա ընթացքում լինում ենք մարզերում, գյուղական բնակավայրերում, գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել առաջարկ Հայաստանին, այս ծրագրային, այսպես առաջարկով եւ շրջելով տարբեր գյուղերում, բնակավայրերում մարդկանց ասում ենք, որ տվեք առաջարկները, թե ինչ խնդիրներ ունեք, մի քանի առաջարկներ կա, որ բոլոր տեղերում տալիս են։ Օրինակ, ինչի չկա գյուղնախարարություն, գյուղատնտեսության, հա, այդ թվում թոշակների հարցը, նպաստների հարցը, չէ, բայց ես ուզում եմ ինչին գամ այս առումով, որպեսզի մենք հավաքենք այդ առաջարկները, հետո ինքը կդառնա ընդհանրական ծրագիր, որ ժողովուրդը կողջունի։ Բայց եթե հետ գանք, թե կառավարությունը ինչի չի ուզում այդ 2-3% տնտեսական աճը ուղղի թոշակների բարձրացմանը, որտեղ տնտեսագիտական իմաստով տեսեք, ինքը որևէ տեղ չի կորում։ Եկեք մի երկրորդ վարժություն անենք, որ էլի մասնագիտական է։ Տեսեք, չէ՞ որ եթե 600,000 թոշակառուին տալիս ես օրինակ 10,000 դրամ լրացուցիչ։ Ծախսվում է դա։ Ահա, ես այդ եմ ասում։ Ինքը գալիս է, ընդունենք 60 կամ 70 միլիարդ, չէ՞ դրամ։ Այդ 70 միլիարդը տվեցինք տարվան, ամիս 6-7 միլիարդով գնաց պատվեր, ուրեմն ծառայությունների եւ առևտրի ոլորտ։ Թոշակառուն այդ 10,000 դրամը չի խնայելու։ Տրանսպորտ, դեղեր, էլեկտրաէներգիա, գազ, այդ ամեն ինչը նաեւ հավելյալ։ Այսինքն եւ 3 ամսվա ընթացքում, եթե միավոր այդ շրջանառությունը 30%-ը միջինը գնում է բյուջե, 3 ամսվա ընթացքում այդ փողը հետա գալու բյուջե։ Այսինքն ստեղ գոնե այսպես երկմտելու երկընտրանքի խնդիր չկա, հասարակ վարժությունն է։ Այսինքն այդ նախ պատվեր կլինի լրացուցիչ կաշխուժանա այդ ոլորտները եւ երկրորդ էլ եմ ասում Եվրոպայում մոտավորապես 45-50%-ը խնայում են միավոր լրացուցիչ փողի։ Մեր մոտ խնայելու տեղ չկա։ Կոչվում է սպառման սահմանային գործակից։ Դենց բան գոյություն չունի։ Ի վերջո, սա մասնագիտությունն է։ Տվեք եւ ստացեք, համ նրանց կյանքը կլավանա։ Ճիշտ է, կարող է գնաճային փոքրիկ ռիսկեր առաջանան։ Չեմ կարծում, որովհետեւ գնաճը կարելի է կառավարել։ 10,000 դրամի բարձրացումը տնտեսության մեջ էական չի։ Սպառման այնպիսի ավելացում չի ունենա, որ գնաճի վրա տենց մեծ ազդի։ Շատ բարի։ Իսկ այդ տեսանկյունից էլ եմ ասում, ծախսերի մասով որ գանք բյուջե, իհարկե նույն ճանապարհաշինարարությունը, ենթակառուցվածքները կենսական նշանակություն ունեն, բայց գալով նպատակից նաև մենք պետք է ֆիքսենք, որ այսօր բյուջեում կան բազմաթիվ անարդյունավետ ծախսեր։ Հիմա նույն այդ սարքում են շատ լավ այդ դպրոցները, մանկապարտեզները, շատ ողջունելի, առավելևս գյուղական համայնքներում, չէ՞։ Բայց արդյոք կան նաև այս անդադ վերլուծում ենք, որ կան մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք
բավականին փոքր քանակի աշակերտների համար, չէ՞, այսինքն նաև այդ արդյունավետությունը պետք է նայենք, որովհետև շատ կարևոր է որ բյուջետային ծախսը մեծ թվով մարդկանց համար լինի, որովհետև միայն տենց պոպուլիզմի համար գեղեցիկ շենքեր սարքել, դրա կողքին չբարձրացնել կրթության որակը։ Հիմա էլի ասենք սկսել են, չէ՞, արդեն երևի միլիոնից ավել գումար են ծախսել ակադեմիական քաղաքի, ինչ որ պրեզենտացիաներ են անում, վերջերս ուսումնասիրեցի, մի հատ էսա նոր բան ասած ձևավորում, մի հատ այդ ակադեմիական քաղաք հիմնադրամ կա, որը մեծ աշխատակազմ ունի, այսինքն մարդիկ աշխատավարձեր են ստանում, ինչ որ գործողումների են գնում, այսինքն թվում է sense փոքր գումարներ են, բայց բյուջետային կառավարումը հենց այդ փոքր գումարների արդյունավետությունը գտնելն է, չէ՞, հիմա կարելի է անընդհատ գտնել, որտեվ երբ որ ասում ես տենց հա դե մի 100 միլիարդ փող է պետք թոշակառուների համար, այդ 100 միլիարդը մի թվով ոչ միտեղ չկա, բայց կա 100-ատ 1 միլիարդ, կա 1000-ատ 100 միլիոն, եկեք 1000-ատ 100 միլիոն ծախս գտնենք։ Այսինքն տենց որ ասես մի թվով 100 միլիարդ է որտեղից վերցնենք, բազմաթիվ անարդյունավետ ծախսեր են անում, ասենք այս քանի տարի է Մարգարայի անցակետ են, չէ՞, մոտավորապես 2 թե 3 միլիարդ դրամ տվել են Մարգարայի անցակետ են կառուցել, սպասելով որ Թուրքիայի սահմանը բացվելու է։ Հիմա դրա համար այսքան տարի այդ անարդյունավետ ծախսի համար, որ այնտեղ մարդ չի աշխատում, ինչ որ մեկը պատասխան տալու է, թե չէ։ Այսինքն այնքան բազմաթիվ օրինակներ կան, որոնք կարելի է նստել են, որ ուղղակի մա թերթել բյուջեն տեսնել կամ բյուջեի հաշվետվություն։ Տեսեք, ուրեմն եկեք սենց անենք, ճիշտ է, երբ որ ժողովուրդը քվե է տալի տվյալ կառավարությանը, արդեն կառավարությունը լեգիտիմ իրավունք է ձեռք բերում իրականացնելու այն ծրագիրը, որ ինքը 5 տարվա կտրվածքով ի վերուստ հաստատել է, ասենք կառավարության գործունեության ծրագիր։ Դրանց առաջերը նախընտրական ծրագիրը ֆիքս են։ Այո, նախընտրական ծրագիր։ Հիմա եկեք սենց նայենք, ասինքն կառավարությունները իրականացնելով այդ իրենց նախանշած ծրագրերը կամ ընթացքում որոշակի ճշգրտումներ ու շեղումներ անելով, միևնույն է գնում են հաջորդ ընտրության, ենթադրելով, որ այդ իրենց արած ձեր ասած այդ գործնեության դիվերսիֆիկացված ուղղություններով իրենց արածը ոնց է գնահատվելու 5 տարի հետո կամ չգիտեմ ինչքան ժամանակ հետո ընտրողի կողմից։ Հիմա տեսեք, այսինքն եթե իրենք ունեն ուրեմն 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը եւ հետո եթե ընդունենք վերընտրվում են, էլի պետք է շարունակեն, որտեվ մանկապարտեզը բայց սրանք հələ չեն ավարտել, հələ չեն ավարտել։ Հիմա տեսեք, այսինքն այն գերակայությունները, առաջնահերթությունները, որ իրենք դնում են թե մանկապարտեզը, դպրոցը, ճանապարհը, թե թոշակը, ընդունենք նվազագույն աշխատավարձը, թե նպաստը, արդեն իրենց այդ իշխող քաղաքական ուժի զարգացման տնտեսական կողմից վարվող զարգացման տնտեսական մոդելի մեջ է։ Մենք այսօր չենք էլ իմանում, ինչ մոդել կա, աշխարհում կան մոդելներ տնտեսական զարգացման կամ սոցիալ-տնտեսական մոդելներ։ Հիմա օրինակ ես հարց եմ տալի, դուք տեղյակ եք, ինչ մոդելով է այսօր ուրեմն առաջ շարժվում մեր կառավարությունը։ Մոդելը ո՞րն է։ Պոպուլիզմի մոդել դնենք անում։ Դե հիմա չէ, պոպուլիզմ ասելը քիչ է, պետք է մենք կարողանանք այսինքն տնտեսական այն մոդելն է, sense որ մի քիչ եգնանքով, այսինքն ավելի որ ինչ անեն, որը ավելի շատ պոպուլիզմ է պարունակում իր մեջ։ Չէ, բայց ներողություն։ Որտեվ եթե տնտեսական պոպուլիզմը ներողություն ինքը ձայներ բերում է նախ ընտրությունների ժամանակ։ Դե առնվազն ցանկացած գործողության, ցանկացած ծրագրի նպատակը այն է, թե արդյոք դա կարելի է պոպուլիզմով ներկայացնել։ Այսինքն, որ դու նայում ես այն ծրագրերը ոնց են ներկայացնում, նայես որ դրա հիմքում ընկած է, այսինքն, թե սա կարելի է ներկայացնել պոպուլիզմով։ Ու հակառակը, հիմա կարևոր բան ասեցիք, չէ՞, կառավարության ծրագիր, նախընտրական ծրագիր, այսքան էս պիտի սարքեն ճանապարհ, ուսումնասիրում ենք այդտեղ էլ գրեթե բոլոր կետերը, մենք անընդհատ խոսում ենք այդ Արցախի մասով, հա, իրանք այդ իրենց նախընտրական խոստումը չեն կատարել։ Սոցիալ-տնտեսականում էլ է խայտարակ։ Ամենակարևոր ցուցանիշներից մեկը 2021 թվականին իշխող կուսակցության նախընտրական ծրագրում հստակ գրված էր. աղքատությունը 2 անգամ կրճատվելու է։ 21 թվականից մինչև այսօր աղքատությունը մնացել է 25-24%-ի սահմաններում։ Չէ, ես այդ դեպքում պարզ հարց եմ, մի րոպե, եկեք հələ մի հատ։ Բայց այս դեպքում ինչը որ չեն կատարում, դա էլ են որ հակառակ պոպուլիզմ է, դա էլ գցվում են ժողովրդի վրա։ Դա հիմա չեք աշխատում աղքատեք։ Մի հատ կանգ առնենք, դիմենք մեր հայրենակիցներին, մի քիչ կարող է տարօրինակ բան ստացվի։ Տեսեք, խոսք են տվել որ աղքատությունը պետք է կրճատվի 2 անգամ, չի կրճատվում, սա դուք արձանագրում եք, բայց չէ որ այս կառավարությունը իհարկե ցանկացած իշխանություն կառավարություն ուզում է վերարտադրվի, ասինքն ընտրությունների միջոցով, չէ։ Հիմա եթե այդ խոստումը աղքատության հաղթահարման մասով չափ կա, կարան չկատարեն, բայց ինչ որ քիչ չափով, ասենք, չգիտեմ, 30%-ով կրճատվեր, հա։ Հիմա բայց այդ պարագայում այդ ակնկալինքը, այսինքն սենց մտածենք, էլի եկեք անկեղծ մի հատ խոսենք, սպառ մարդկային ոնց որ ասենք քաղաքացի մտածումը։ Այսինքն միգուցե իրենք որոշակի ուսումնասիրություններ են անում ճանաչելու մեր ժողովրդի ստվար զանգվածներին, որ միևնույն է այդ խոստումի կատարել չկատարելը
իր բացատրությունը ունի իրենց կողմից եւ ժողովուրդը ընտրության ժամանակ այնքան էլ կարող է հաշվի չառնի դա, այլ կարող է հաշվի առնի, պարզ եմ ասում, այդ նույն դպրոց մանկապարտեզ ճանապարհ կառուցելը։ Եկեք մի րոպե sense էմոցիաներին չտրվենք, sense ավելի սառնասիրտ գնահատենք։ Այսինքն իրենց ծրագրում նաև այլ ուժերի, որոնք որ նաև պարլամենտում են գտնվում, չէ՞, որոնք որտեղ պարլամենտական իշխանությունը բոլորի համար է իշխանություն, հիմա անդիմադիր ուժերն էլ որ գալիս են պարլամենտ, ճիշտ է, գործադիրի ֆունկցիա չունեն, բայց այնուամենայնիվ օրենսդրական աշխատանք, օրենսդրական վերահսկողություն պարլամենտական, ի վերջո թե քննիչ հանձնաժողովներ, այսինքն լսումներ, այսինքն տարբեր ուրեմն լծակներ կան շատ։ Հիմա այսինքն եւ իշխանությունը եւ ընդդիմությունը պարլամենտական, որտեղ արտախորհրդարանականներն էլ կարող է ասենք բան նրանք ինչներ, բայց նրանք շատ պասիվ ազդեցություն չունեն։ Այսինքն այդ պարագայում միգուցե իշխանությունը նորից եմ կրկնում վերալուծում, որ մեր ժողովուրդը, այ եթե սրանք եմ անում, մեր վերլուծությունը իբր իշխանության ցույց է տալի, որ սա է դոմինանտը, սա է անկալման համար ժողովրդի գերակա, կարանք այնտեղ այդ աղքատությունը շատ բարդ խնդիր է այս փուլում չլինի, բայց այս սա հաշվի առնելով նրանք կստանան ձայներ։ Խնդրեմ։ Նախ մի քիչ շատ է գերագնահատում իշխանության աշխատանքային եւ մտավոր պոտենցիալը, որ իրենք sense խորը վերլուծություններ են անում, որն է արդյունավետ։ Բա ո՞նց են ընտրվել։ Պարզ, չէ, նախ ընտրվել են մի անգամ են ընտրվել այս մարդիկ 21 թվականին այդ հետ պատերազմական, հուզական, էմոցիոնալ ֆոնում, նախկինների վերադարձի վախի ֆոնում, այսինքն տենց պարզ խոսանք, որ այդ ժամանակ ժողովրդի ճնշող մեծամասնությունը բոլորս գտնվում ենք այնպիսի էմոցիոնալ ֆոնում, որտեղ շատ հաճախ, չասենք adekvat, բայց հա, տենց շատ հաճախ այդ որոշումների կայացման գործոնները այլ են, քան կլինի այսօր, երբ որ համեմատաբար ավելի այդ էմոցիոնալ ֆոնը ավելի ցածր է։ Հետևաբար 21 ներողություն, ընդհատեմ կշարունակեք։ Ես այդ ինչ որ ասում եմ, տեսեք, ուրեմն հաղորդումներ կան, որտեղ ասենք թե ասում են, եթե իշխանամետ գործիչ է, ասում են, այ ընդդիմությունը սենց է ասում։ Հիմա եկեք մենք էլ մեր հաղորդման ժամանակ նես չլինի, որ երկուսս էլ շատ ընդդիմադիր, ասենք իշխանությունը սենց է, մի հատ հասկանանք, չէ՞ որ, ասենք դուք ենթադրում եք, որ որևէ տեխնոլոգիա տեղ չկա, որ իրենք գնում են։ Ես ոչ թե ենթադրում եմ, այլ ես որ շարունակեմ միտքս, ինչպես իրենք բոլոր ոլորտներում պրավալ են տվել, հա, անվտանգություն, արտաքին քաղաքական, սոցիալական եւ այլն։ Հիմա եթե այս մարդիկ ունակ չեն որևիցե մի հաջողություն հասնելու, ինչի ենք մենք մտածում, որ իրենց սեփական վերարտադրման, իրենց սեփական վարկանիշի համար կատարվող աշխատանքը կլինի արդյունավետ։ Այս մարդիկ ուղղակի ունակ չեն ոչ մի բան անել։ Ու ես ասում եմ, թեև կարանք արձանագրենք 21 թվականին հանրության մեծամասնության քվեն ստացել են, բայց բոլոր հարցումները 21 թվականից սկսած բոլոր թիմ ընտրությունները բոլորովին այլ պատկեր են, այսինքն որ այդ հուզական ֆոնը ավարտվել է հասարակության մոտ, այդ ներկա նախկին հակամարտությունը ընտրական ավելի ցածր ազդեցություն ունի ընտրողների վրա։ Հիմա մենք տեսնում ենք, որ այն վստահությունը, որը կար 21 թվականին, հիմա իշխանությունը չունի ու ոչ թե այս քայլերը, այլ նույն այդ բռնաճնշումները, բազմաթիվ ապօրինությունները, որ իշխանությունների կողմից տեսնում ենք, առնվազն դա խոսում փաստ է այն մասին, որ իշխանությունը գիտակցում է, որ ժողովրդավարական եւ ցիվիլ գործիքակազմով ինքը վերընտրվելու շանս չունի։ Հետևաբար ամենևին համաձայն չեմ ձեզ հետ, որ այնինչ արվում է ծրագրերով, իհարկե, որոշակի աշխատանք տարվում է։ Կա բարելավում, կա շինարարության, դպրոցաշինության, տնտեսության ոլորտում որոշակի փոփոխություններ, իհարկե կա, բայց արդյոք դա բավարար է այն նպատակներին, այն խնդիրներին, որ մենք մեր առջև դրել ենք։ Հիմա խոսում ենք նույն աղքատության մասով։ Այստեղ նաև շատ կարևոր մի փոքր հետ գալով այդ տնտեսական աճին։ Ի վերջո տնտեսական աճի նպատակը ո՞րն է։ Հասարակության բարեկեցության փոփոխությունը։ Հիմա նույն կառավարության այդ 21 թվականի ծրագրում նախընտրական ծրագրում գրված է, որ պետք է արձանագրվի միջինը 7% տնտեսական աճ, որը կապահովի աղքատության 2 անգամ կրճատման։ Այսինքն հիմա տնտեսական աճը տեղի է ունեցել։ Աճի որակը եւ ներառականությունը։ Այսինքն տնտեսական աճը տեղի է ունեցել, այնպես չի որ մենք այս վերջի տարիներին ինչ որ ճգնաժամի մեջ ենք եկել, որ ասեն դե Ժորժ ջան, տնտեսական աճ չեղավ, բյուջեի մուտքեր չեղավ, աղքատությունը չենք կարող հաղթարենք։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, առավել եւս արտաքին տարբեր գործոններով պայմանավորված բավականին բարենպաստ տնտեսական միջավայր ենք ունեցել, սկսած 22 թվականից, որի վերաբերյալ գրեթե անհնար էր 21 թվականին կանխատեսել, չէ՞ որ ռուս-ուկրաինական հակամարտությունը, հա, այսինքն ոչ մեկի մտքով տենց բան չէր անցնի, որ տենց մենք տենց շանս ենք ունենալու։ Հետևաբար այս շանսը
ավելի մեծ հնարավորություն է տվել, քան 21 թվականին այս իշխանությունը կանխատեսել է իր տնտեսական քաղաքականությունը, այսինքն այսպես ասած տնտեսական բոնուս է ստացել։ Հիմա այս բոնուսը ստանալով, այսինքն այն որ իրանք արել են, մի հատ է բոնուս են ստացել Ռուսաստանի տնտեսական փոփոխությունների շնորհիվ ու սրա արդյունքում աղքատությունը մնացել է նույնը։ Հիմա պատկերացրեք, սա ինչի մասն է խոսում, որ հանկարծ ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը չլներ, մեր մոտ կարող է տնտեսական խայտառակ պատկեր լիներ։ Հետևաբար ես ամենևին հակված չեմ, որովհետև բոլորս է ժողովրդի հետ շփվում ենք։ Հիմա մենք գանք ի վերջո մենք ասեցինք սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը որն է, սա մեկ եւ երկրորդ։ Հիմա այդ մոդելի մասին որպես այդտեղ տեսական մեկնաբանություններ չանենք, թե, չգիտեմ, անձնակենտրոնն է, փոքր միջին բիզնեսն է, անկյունակարը, թե ինքնակազմակերպված հասարակությունն է, վերջը աշխարհում տարբեր մոդելներ կա, դա մի կողմ եմ դնում։ Հիմա եկենք մենք նայենք ի վերջո տնտեսական աճի մասին դուք էլ ասեցիք, շատ կոնկրետ, որպեսզի այդպես օթային բաներ չխոսենք։ 2024 թվականին եղել է 5.9% տնտեսական աճ։ Համախառն ներքին արդյունքի աճ։ Նախ ես որպես ոչ թե հաղորդավար, որպես այսպես ընդդիմախոս եմ խոսում, նախ նայենք թե այդ համախառն ներքին արդյունքը իրանից ինչ է ներկայացնում մեզանում։ Մենք ունենք 11 տրիլիոն, արդեն ասեցի դրամ համախառն ներքին արդյունք, մի հատ դրա կառուցվածքը նայենք, էլի։ Ժողովրդին ասեմ, ունենք 1 տարվա ընթացքում ստեղծված ամբողջ արդյունք Հայաստանի, մի հատ տեսնենք ճյուղերից, մեզ եւ ձեզ հայտնի այդ ճյուղերից, որը ինչ տեսակարգ շիր ունի։ Ուրեմն սկսում եմ ամենաառաջատար իմ կարծիքով ճյուղը դա արդյունաբերությունը պետք է լինի։ Արդյունաբերությունը ընդամենը մեզանում շուրջ 15% է, այդ 15%-ի մեջ էլ ուրեմն մշակող արդյունաբերությունը 9.5%, 3% գազ, էլեկտրաէներգիա, ջուր, այդ ոլորտները, որ ներառված է այդ 15-ի մեջ, եւ եւս 3% հանքագործական արդյունաբերությունը։ Այսինքն այն մշակողը 9.5%-ը ամբողջ համախառն ներքին արդյունքի մեջ շատ չնչին տեսակարգ շիր ունի։ Սա մեկ, հələ կանդրադառնանք։ Երկրորդ ճյուղը, որ պետքա շատ մեր կողմից զարգացող, գյուղատնտեսություն, ընդամենը 7.8%, շինարարություն 7.1% եւ ուրեմն ծառայությունների ոլորտը 45%, մեծածախ մանրածախ առևտուրը 14.5% եւ 10% հարկեր, զուտ հարկեր, հա։ Այս կառուցվածքը, պարոն Առաքելյան, որպես մասնագետ, երբ որ ասում ենք տնտեսության իրական հատված եւ ծառայություններ, տնտեսության իրական հատվածը ընդամենը 30%-ից էլ քիչ է։ Սա նշանակում է, որ հավելյալ արդյունքը ներդրումներ կլանող ոլորտը մեզանում շատ քիչ է։ Սա նշանակում է շատ անբարենպաստ կառուցված։ Եվ երբ որ դուք ասեցիք, ասենք ռուս-ուկրաինական կոնֆլիկտից բխող մեր այդ բոնուսները, հասկացանք։ Ուրեմն բանկային համակարգում այսօր մարդիկ միլիարդատեր են դառել, բաներով չասենք։ Այսինքն այնա, որ ասենք այդ միջնորդավճարներ, ծառայություններ եւ այլ չբացեմ 110,000 լրացուցիչ հաշիվներ, ի վերջո հաշվի առնենք, որ այս բանը կա։ Հիմա ելնելով այդ ամեն ինչից, որ ասեցինք տնտեսական աճի որակ, իսկ այդ որակը 5.9%-ի մեջ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը 0.2-0.3%-ի ազդեցություն ունեն։ Առևտուր, ծառայություն, երկիրը կարող է տնտեսական զարգացում ունենա, վիճակագրական տնտեսական աճ կարող է, բայց հավելյալ արդյունք առևտրի եւ ծառայությունների միջոցով անհնար է երկարատև ապահովել։ Կարևոր արձանագրում արեցիք, մասնավորապես արդյունաբերության մասով, 24 թվականին եք նշում, բայց երբ որ նայում ենք արդեն այս առաջի 3 երամսյակի տվյալները 25 թվականին, արդյունաբերությունը մոտ 8-9% անկում ունի ու նաև այստեղ շատ կարևոր արձանագրում անենք, այս տարի արդեն ու արդյունաբերության այդ նվազման տեմպերը կպահպանվի, չեմ կարծում ես վերջի ամիսներին մեծ բան կլինի, առաջին անգամ արդեն առևտրի ոլորտից ցածր է լինելու արդյունաբերության մասնաբաժինը։ Այսինքն երբ որ նայում ենք վերջի տարիների տենդենսը, արդյունաբերությունը մոտ միշտ այնց 20%-ի չափով եղել է, այսինքն ինքը անկախ ամենից թեկուզ փոքր է եղել, բայց դոմինանտն է եղել։ Հիմա արդյունաբերության ոլորտը արդեն գլխավոր ոլորտը մեր մոտ դառնում է առևտրի ոլորտը, որը իհարկե խայտառակություն է եւ արժեք չստեղծելու տեսանկյունից մենք խնդիր ենք ունենում ներդրումների տեսանկյունից, բարեկեցության տեսանկյունից, ու հենց սա է, որովհետեւ արդեն վերջին տարիներին դուք էլ կփաստեք, որ բազմաթիվ արդեն վերլուծություններ, ուսումնասիրություններ կան, որ գլխավոր նպատակը պետության կամ գլխավոր մակրոտնտեսական ցուցանիշը դա ամենևին հնայի աճը չի, որովհետև այդ հնայի աճը ինքնանպատակ չի։ Մենք տեսնում ենք, որ
ուղիղ կապ չունի հասարակության բարեկեցության հետ։ Այսինքն ասես թե 6% է, թե 10%, որտեղ պարզ օրինակ, որ նաև հասարակությանը չցանրաբեռնենք շատ մասնագիտական տերմիններով, պայմանական օրինակ պղնձի գնի բարձրացումը, որ երկրում ոչինչ չի փոխվում, ապահովում է հնայի աճ, որովհետև ասենք նույն 1000 տոննա պղինձը $10,000 թե $12,000 դարձավ այդ ոլորտում 20% աճ։ Ու դա ունի 0 ազդեցություն հասարակության բարեկեցության վրա, բայց թղթի վրա արձանագրվեց այդ աճը, ասենք ազգային վիճակագրական տվյալների հաշվետվությունն է բացում, բայց այդ հաշվետվությունը չբացես, ոչ մի ազդեցություն չկա։ Հետևաբար տնտեսության կառուցվածքը պետք է վերցնենք այն ոլորտներում, որտեղ ավելի շատ մարդ է ներգրաված։ Մենք անընդհատ խոսում ենք հանքարդյունաբերության ոլորտից, աճից, զարգացումից, բանավիճում ենք, ամուրսարը բացվի, թեղուտը եւ այլն եւ այլն։ Հիմա դրա մեջ չմտնենք, բայց երբ որ նայում ենք, որ այդ ոլորտում ընդամենը ներգրաված է 10,000-ից մի փոքր ավել մարդ, այսինքն նույնիսկ երբ որ մենք այն որ ասում եմ բոլոր հնարավոր հանքերը բացենք, չէ, բոլոր ամեն ինչը բացենք, այս եղած հանքերից պայմանական ասած մի այսքան է հանք լինի, որը իհարկե չկա։ Այսինքն դա ապահովելու է եւս 10,000 հոգու ընդամենը աշխատատեղ։ Այսինքն սա էլ է մի հերթական միֆերից մեկը, չէ, որ այդ ոլորտն է մեր պետության զարգացման հեռանկարը։ Այսինքն նույն ձեր ասած մշակող արդյունաբերությունը, թեթև արդյունաբերությունը, որը պատմականորեն Հայաստանի համար շատ կարևոր է եղել, բազմաթիվ մարդիկ են ներգրաված եղել, ընդ որում ստեղ շատ կարևոր է մարզերի զբաղվածությունը, որովհետև հիմա հանքարդյունաբերությունը Սյունիքում է կենտրոնացած ու Երևանում, այսինքն մենք նաև ինչ պետք է անենք։ Հնայի աճը, երբ որ նայում ենք, նաև այդտեղ կա համամասնությունը, բնակչության համամասնությունը մեկի հնայի, ասենք մենք այսօր Երևանի բնակչությունը մոտ 35%-ի չափ է, բայց հնայի 80%-ն է, չէ՞ ձևավորվում Երևանում։ Այսինքն մենք այդ համամասնությունը առնվազն երբ որ չենք պահում, դա նշանակում է, որ մարզերում աղքատությունը ու հնայի ազդեցությունը շատ ավելի փոքր է։ Մենք ավանդաբար տեսնում ենք, որ ուրեմն Շիրակի մարզը ամենաաղքատության մակարդակով 60%-ի կարգի աղքատություն կա, Գեղարքունիքում կա։ Վերջին շաբաթվա ընթացքում ես իմ գործընկերների հետ ուրեմն Փամբակում էի գյուղական համայնքում եւ Ալավերդում, ուրեմն Ալավերդում երբ հանդիպում ենք բնակիչների հետ, տեսեք ինչա, ամեն օր առավոտ ժամը 6-ին մոտ 400 կանայք, ուրեմն 90 կիլոմետր գնալ գալը գնում են Վանաձորի Գլորիա ձեռնարկություն, աշխատում հետ գալի, հա։ Հիմա ասենք թե Ալավերդին ի վերջո քաղաք է եւ մենակ պետք չի որ ուրեմն լինի պղնձաձուլական կամ հանկարծ ուրեմն կարի արտադրություն, ասենք համայնք հա, թե չգիտեմ որ շրջանակներն են, ճիշտ է բիզնեսն այնպես բանա որ հրամանով չեն արտադրություն ձեռնարկություն բացում, բայց ի վերջո եթե այդ ներուժը կա, ուրեմն ինչի չանել։ Եվ ես հիշեցի այնտեղ մի հետարքիր բան հիշեցի, ասեցի, դուք կհիշեք անպայման, որ 2000-ականների սկզբին, երբ որ արդեն Նաիրիտը չէր աշխատում, Նաիրիտ գործարանը մեր հերոստատիտողները կհիշեն, բայց անընդհատ կոլեկտիվը հավաքվում էր կառավարության շենքի մոտ, թե մեր աշխատավարձերը չեք տալիս։ Եվ այդ աշխատավարձերը մաս-մաս ուրեմն վճարում են, ինչ որ մարդկանց մոտ կարար հարց առաջանալ, եթե չի աշխատելու ընդհանրապես, այս ինչի են այս աշխատավարձերի վերցնում։ Ամբողջ խնդիրը կայանում էր նրանում, որ այդ փուլում ենթադրվում էր, որ այդ շատ յուրահատուկ նախին SNG-ի տարածքում միակը հանդիսացող այդ տիպի քիմիական գործարանը, այդ կոլեկտիվի ներուժը, մասնագիտական, պրոֆեսիոնալ ներուժը պետքա պահպանվի, որովհետև չկա ուրիշ տեղ։ Մարդիկ են, որոնք տասնյակ տարիներով եւ նրանք չէ որ արդեն թոշակի են անցնում, թոշակային եւ պահում էին տարիներ հույս ունենալով, որ Նաիրիտը ի վերջո կարող է վերագործարկվի։ Հետո տարբեր փորձաքննություններ, աուդիտներ արեցին մասնագիտական, պարզվեց որ չէ։ Այլևս որի հետ ես իհարկե համաձայն չէի, որ Նաիրիտը ի վերջո որևէ հեռանկար չունի, պետք չի որ նա լինի։ Հիմա չմտնեմ դրա մեջ։ Հիմա նույն ձևի, եթե Ալավերդում ժամանակին եղել է կարի ֆաբրիկա եւ այդ կանայք աշխատել են։ Չեմ ասում, կարի ֆաբրիկայի տեխնոլոգիական, չգիտեմ, մասնագիտական կարողությունները կարող է քիմիայի նման չեն, բայց ինչ նախնդիրը, որ չեն կարողանում, պայման չկա, որ այդտեղ մի փոքրիկ կարի ձեռնարկություն լինի, որտեղ այդ 90 կիլոմետր գնալ գալով չգնան, օրական 3-4 ժամ ավտոբուսով առավոտ ժամը 6-ին, չէ՞։ Էլեմենտար բան է, չէ՞, բոլոր գյուղական համայնքներում, այո, դուք շատ տեղին ասեցիք գյուղական համայնքների զբաղվածության նաև։ Ընդ որում շատ դեպքերում առավել եւս մեր այդ հյուսիսային մարզերում նույն Շիրակի, Լորվա մարզում, որ նաև բավականին սուր աղքատության մակարդակ կա եւ աշխատատեղերի, ես ինքս էլ շատ հաճախ բիզնեսմենների հետ խոսում եմ, ասում եմ, տեսեք, այդտեղ մի քանի առավելություն կա եւ աշխատուժն է բավականին
հեշտ գտնել, հա, որտեղ գործազրկությունը բավականին մեծ է, մյուս երկրորդ առավելությունը արտահանման տեսանկյունից լոգիստիկ խնդիր են լուծում իրենք, այսինքն դու եթե արտադրությունը դնում ես Երևանում թե Ալավերդիում, հիմա Ալավերդիից, որովհետև մեր արտահանումը հիմնականում գնում է հա դեպի Վրաստանի միջոցով, այսինքն դու բավականին մեծ կիլոմետրաժ ես խնայում, այսինքն քո ծախսերի մեջ, հետեւաբար սկսած տարածքի վարձը, այսինքն Ալավերդիում մի հատ տարածք գտնես վարձես թե Երևանում ավելի ցածր է, Երևանում մի հատ տարածք վարձես արտադրամաս թե Ալավերդիում, այստեղ պետությունը պետք է խրախուսի, ընդ որում ոչ թե ուղղակի խոսքերի ու տես կառավարության որոշումներ, հստակ, նայեք, բավականին փոքր պետություն ենք, փոքր տնտեսություն, այն որ ասած անհատական աշխատանք տանելով, որ վերցնում ես ամեն մի համայնքը ու հասկանում ես այդ համայնքում այսօր մեր համայնքների տենց միջին բնակչությունը եթե նայում ենք մոտ մի 30-ից 40 հազար է, հիմա հա տենց հանում ենք, այսինքն պոտենցիալ աշխատատեղը, այսինքն մինչև 10,000 աշխատուժ է լինում ամեն համայնքում։ Այնքան հեշտ է անհատական ամեն համայնքի համար մատ առանձին աշխատանք տարվի ու ներդրողներին խրախուսել Երևանից հանել գնալ, այնքան առավելություններ կա։ Մենք ճիշտ է ունենք այն սահմանամերձ գյուղերում հարկային որոշակի արտոնությունների, բայց ես էլ բազմիցս խոսում եմ, բայց այդ օրենքի ձևակերպումներն են ցա, որ այդ մարդիկ որ ասում են հիմնավորվում են, որ ոչ մի օգուտ չի տալիս իրանց, էլի, այսինքն հիմնական հարկերից չեն կարողանում ազատվել։ Պարոն Արաքելյան, այո, դուք իրավացի եք, տեսեք, ուրեմն ավելի հեռավոր մարզերում, գյուղական բնակավայրում, թեկուզ փոքր քաղաքներում, այո, կարող ենք ասել նույնիսկ հանրային սննդի օբյեկտում գները երևի 2 անգամ ավելի ցածր են, քան Երևանում։ Այսինքն տեսեք, Երևանում եկավ կենտրոնացավ այդ ամբողջ գալիս են մարզերից տաքսի են վարում, աշխատում հետ են գնում, չէ՞ որ ուսանողների մի մեծ մաս էլ այսօր ուսանողների երևի 80%-ը սկսած երկրորդ կուրսից իրանք նաև առևտրի սպասառայությունների ոլորտում աշխատում են, որ իրանք ուսման վճարները տան։ Այսինքն այդ բոլորը մարզերից գալի կուտակում է Երևանում, այնտեղ ավելի այսպես ավելի ոչ խիտ դաշտ է մեղմ ասած առաջանում մարզերում, որտեվ գները իջեցնում են, որպեսզի գոնե ներգրավեն ինչ-որ այցելուներ եւ այլն։ Սպառողները բավականին քիչ են։ Եվ այդ պարագայում հիշում եք մի ժամանակ ասում էին, իսկ Հայաստանը ինչով է գրավիչ, ասում են էժան աշխատուժով, չէ՞, հիմա դա անցավ։ Կոնկրետ եթե համախառն ներքին արդյունքի 80%-ը Երևանում է, այլևս բանվորը 12, 14, 15 հազար դրամով է օրական ոչ այսպես որակյալ ուրեմն աշխատանքով աշխատում, ասենք թե ինչ կնես բան գները, ասենք 12, 14, 15 դոլարի է վերացում ես։ Այո, վերացում ես, ասինքն լուրջ։ Սա նշանակում է, որ վերջին տարիներին, վերջի 7-10 տարիների ընթացքում տեղի ունեցել եւ զբաղվածության ոլորտում եւ տնտեսության մեջ կառուցվածքային տեղաշարժեր, որոնք նոր իրողություններ են առաջացրել եւ բիզնեսը այդ իրողություններին պետքա արձագանքի, բայց բիզնեսը նենց միտեղ չի, որ այդ կնոպկան սխմես, ասես բիզնես, այս սենցա դու արձագանքի, բայց չէ որ կան նախարարություններ, կոնկրետ էկոնոմիկայի նախարարություն եւ այլ, որոնք պետքա այսպես կոչված որոշակի երաշխավորություններ, ռեկոմենդացիաներ տան, չեմ ասում լայն խորհրդատվություն, բայց երաշխավորություններ տան եւ ապագա ընթացքի համար խաղի կանոնները չփոխելու պայմաններ առաջարկեն, սկսած հարկային օրենսգրքի փոփոխություններից վերջացրած ներդրումների խրախուսման եւ քաջալերման։ Այսինքն այս անորոշությունները, ինչի Հայաստանում ես ենթադրում եմ տարեկան պետք է 5-6-7 միլիարդ դոլարի ներդրում, ինչի չի գալի, որովհետեւ տեսեք, էս էլ մասնագիտական բան, խոշոր ընկերությունների մեծ մասը իրանք շահութաբերությունները իրան նվազագույնից իջել է ավելի քիչ, իջել է եւ նրանց բաժնետերերը հիմնական, որոնք Հայաստանում չեն ապրում։ Իրանց համար մեկ է այդ բիզնեսը կլինի Հայաստանում, Վրաստանում, թե ուրիշ տեղ։ Իրանք եթե շահութաբերությունը արդեն 4-5 տարի իջել է, ասում են վաճառեք, տեղափոխեմ կապիտալս ուրիշ տեղ։ Սրա հիմնական վաճառներից մեկն է, անկեղծ ասած, ոչ թե շուկայական միտումներ եմ ես տեսնում, այլ դուք արձագանքեք։ Այնուամենայնիվ բիզնեսը եւ սեփականությունը Հայաստանում չունի անձեռնմխելիություն։ Եթե այդ անձեռնմխելիությունը պետությունը չի երաշխավորում, տեղ ուրեմն լրջագույն խնդիրներ առաջանում խոշոր ներդրումներ ներգրավելու առումով։ Միանշանակ համաձայն եմ, որովհետև իհարկե անվտանգային միջավայրը Հայաստանի շուրջ առավելևս վերջին տարիներին գլխավոր ռիսկն է եղել ներդրողների համար, բայց նույնիսկ եթե հետել են գնում, այսօր Հայաստանում կൂട്ടակային որպես պաշարային ներդրումներ ասենք, ընդամենը մեկ երկիր կա, Ռուսաստանն է, որի ներդրումները գերազանցում են 1 միլիարդը։ Մնա երկրորդ տեղը 400 միլիոնից քիչ է։ Այսինքն պատկերացրեք, Հայաստանում չկա երկու երկիր, Ռուսաստանի տարբեր հանգամանքներով բնական է խորհրդային միությունից հետո իրենց ակտիվությունը, այսինքն չկա մի երկիր, որը Հայաստանում այս 35 տարվա ընթացքում գոնե կես միլիարդ դոլարի ներդրում ունի, որ ինքը համարի, որ այս երկրի հետ ինչ որ ներկայացվածություն ունի, ազդեցություն ունի, շահագրգռություն ունենա թե կայունության պահպանման, իհարկե։ Հիմա
պայմանական ասած մենք մի մոդել էինք առաջարկում, որ նաև արտարերկրյա ներդրումների համար, որ Հայաստանում պետք է առնվազն 10 երկիր առնվազն 1 միլիարդ դոլարի ներդրում ունենա, որ առնվազն 10 երկիր ունենա որոշակի շահեր, որովհետև այսօր համաշխարհային տնտեսության մեջ 1 միլիարդն է արդեն ծիծաղելի փոքրտի, որ մնաց 3-400 միլիոն։ Մենք խոսում ենք հանուն Միացյալ Նահանգների հետ լավ հարաբերությունների, մեր բարեկամ գլխավոր երկրներից մեկի Ֆրանսիայի հետ, բայց երբ որ նայում ես այդ երկրների ներդրումները այս 30 տարվա ընթացքում, են որ երևի իրանց վիճակագրության մեջ չի երևում այդ 100-200 միլիոն այդ մեր համար աթիվ, ասենք հիմա Միացյալ Նահանգների Ֆրանսիայի համար 100-200 միլիոնը վիճակագրության մեջ վգեցե այլ։ Այսինքն պետության անունն է գրած։ Քաշը աճի։ Ու այդ տեսանկյունից այո, նաև շատ կարևոր է այդ արդարադատությունը, որովհետև ցանկացած ներդրում, այո, եւ սեփականության իրավունքի, եւ ներդրողների տեսանկյունից, բիզնեսի տեսանկյունից մարդիկ ունեն մտավախություն։ Ընդ որում խոսքը մեն պետության հետ չէ։ Այսինքն մենք մենակ չասենք, որ այլ պետություն-բիզնես հարաբերություններում արդյոք բիզնեսը պաշտպանված է քաղաքական տարբեր խնդիրներից, հա, ինչ որ այլ խնդիրներից, հասարակ բիզնես միջավայրում։ Այսօր մի հատ ընկերություն, որ գալիս է ներդրում է անում, պայմանական մի հատ օրինակ բերենք, մյուս ընկերությունը իրեն փող է պարտք։ 2 միլիոն դրամ փող է պարտք, ապրանք է տվել, այդ 2 միլիոնը չի վճարել։ Օտարերկրյա ներդրում։ Մեր դատական համակարգով քանի տարի հետո է ինքը հələ վճիռ ստանալու։ 3-4 տարի։ Այսինքն խնդիրը միայն չասենք, որ պետությունը ասում է դե մենք չենք խոչընդոտում, չենք գնում փայ մտնում, ինչ-որ ռեկետ անում, ատկատներ ուզում, լավ այդ ամեն ինչը համարենք չեք անում։ Բա բիզնես միջավայրի մեջ արդարադատություն ասում եմ, մի հատ դատարան հայց էս ներկայացնում, ասենք այս տարի էլ չկա, ասում են լավ, մյուս տարի գարունը առաջին իստը կնշանակի։ Բա որ մի հատ է փորձաքննություն նշանակի։ Հա, կամ մեկն է մի հատ բողոք հարկում է, որ նույնիսկ ասում եմ, այդ չլինի, եթե ամեն ինչ թողես, մի քանի տարի հետո, իսկ դա ի՞նչ է նշանակում, փողի գին ռիսկեր, չէ՞ մարդը ներդրում է անում ու ասենք մի 2-3 տարի սպասում է։ Այսինքն Հայաստանի բիզնեսմեններն են ամեն ձև խուսափում դատական համակարգից, իրավական համակարգից, բա օտարերկրյա ներդրումները իսկ մեզ թվում է թե այդ ամեն ինչից տեղյակ չեն, բայց ցանկացած օտարերկրյա ներդրում, ցանկացած մարդ, որը 100 միլիոն դոլար ներդրում է անում, այնքան ուսումնասիրություն է, որ նույնիսկ մենք չենք անում այդ վերլուծությունը։ Շատ բարի, պարոն Առաքելյան, մենք գայթակղվեցինք, բայց հաճելի էր այս գայթակղությունը, որ մասնագիտական եւ գիտեք ինչ, նաև այս լեզվամտածողական մեր մոտեցումները պետք է այնպեսին լինի, որ մեր հասարակությունը, մեր հրաշտադիտողները հասկանան, տեսեք, աղքատություն, կենսաթոշակներ, եկանք դեպի խոշոր բիզնես, բիզնեսի անձեռնմխելիություն, այս ամեն ինչը կենսական իրողություններ են, որ մենք ապրում ենք դրա մեջ եւ Հայաստանում ապրելու ճիշտ է, առաջին նախապայմանը անվտանգային համակարգն է, մեր հայրենիքն է, մենք ստեղից որևէ տեղ չենք պատրաստվում գնանք, բայց բոլոր դեպքերում մեր ժողովուրդը արժանի է լավ միջավայրում, բարենպաստ միջավայրում ապրելու եւ այս անընդհատ ներքին կոնֆլիկտային իրավիճակը, ինչ որ պետք է մի բան ապացուցեն, թե որն է լավ, որն է վատ, որն է ճիշտը, որն է սխալը, որն է պատմականը, որն է չգիտեմ ներկան, այս ամեն ինչը ի վերջո կարող է մարդկանց մոտ խոր հիասթափություններ առաջացնի։ Իհարկե մարդիկ էլ պետքա դիմադրողականություն ունենան, որովհետև որտեղ որ կա մարդու գործով, մարդու ֆակտոր, միշտ ամեն ինչ հաղթահարելի է։ Արագ լավատեսությամբ լծվելու։ Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում միշտ լավատեսություն ունենալ, չնայած տարբեր վերլուծություններին, սենց է չէ միտքը, մոտիկանում են փողոցում թե ինչ է ալնելու, ասում ձեզ ինչ է վերջին, լավ, ով գիտի թե վերջին ինչ ալնելու։ Դրա համար պարոն Առաքելյան, շնորհակալություն այս հետարքիր, այսպես բազմաբովանդակ քննարկման համար։ Մենք չքննարկեցինք այն, ինչ որ բոլորն են քննարկում, որտեղ մի քիչ զերծ մնացինք քաղաքական, որտեղ այդ քաղաքականը, ես չեմ առանձնացնում քաղաքականը եւ քաղաքատնտեսականը, ի վերջո քաղաքականն է թելադրում տնտեսական գործընթացների որակը եւ վեկտորը, բայց ես ուզում եմ մի տաղավարում միշտ մենք քննարկենք այնպիսի հարցեր, որոնք մյուս տաղավարներում չեն քննարկում։ Ասենք երիկա, որ այնտեղ քննարկում են, ստեղ էլ այլ բաներ, դրա ժամանակը հələ կգա։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիրելի հայրենակիցներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։